Խաղացուն սիրելի Աստծո ժողովուրդ, ողջունում եմ բոլորիդ եղեք օրհնված մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Այսօր ուզում եմ փորձեմ առաջի անգամ այս YouTube-յան կանալով մի խոսք կարդամ Աստվածաշնչից աղոթք անենք ժողովուրդ ջան։ Նայեք Մատթեոսի ավետարան 3-րդ գլուխ երկրորդ խոսքից այնտեղ է, երբ որ Հովհաննես Մկրտիչը ժողովրդին Հորդանան գետում մկրտություն էր անում եւ քարոզում էր։ Ասում է ապաշխարեցեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Անապատումը կանչողի ձայնը պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները։ Ժողովուրդ ջան, ինչ է ուզում ասա Սուրբ Օքին, Աստծո Օքին մեզ այսօր, որ մեզ պետք է ապաշխարություն։ Ամեն տեղ, ամեն օր մեզ բոլորիս պետք է ապաշխարություն։ Աստծո արքայությունը միշտ մոտ է մեզ։ Հիսուսն ասավ Աստծո արքայությունը այստեղ այնտեղ մի փնտրեք, այլ ձեր ներսում է, ձեր սրտում է։ Որպեսզի Աստծո արքայությունը մեզ մոտենա եւ մենք կարողանանք, մենք էլ իրան մոտենանք, մեկանանք Աստծո արքայության հետ, մտնենք ու տեսնենք Աստծո արքայությունը, մեզ պետք է ապաշխարություն, ժողովուրդ ջան, ապաշխարել եւ Տիրոջ ճանապարհը պատրաստել, ուղղել նրա շավիղները։ Այսինքն մեր սրտում եղած ամեն խորթ ու բորթ տեղերը հարթել, լցնել, ուղղել, որպեսզի Աստծո արքայությունը մեր կյանքում, մեր սրտում եղած մենք կարողանանք թույլ տանք, որ ինքը մոտենա մեզ, մենք էլ կարանք իրան մոտենանք։ Եթե մենք չապաշխարենք, մենք չենք կարա մոտենանք Աստծո արքայությունը, որ ինքը մեր ներսում է, ժողովուրդ ջան։ Տերը օրհնած ես, երկու խոսքով աղոթք անենք։ Փառք ես Տեր, գոհություն քեզ Սուրբ Աստված։ Շնորհակալ ենք Հիսուս քո թափած Սուրբ այրան համար, Տեր ջան։ Խնդրում ենք, ներիր մեզ, գթա մեզ, ողորմա մեզ Սուրբ Աստված։ Մենք դարձ ու ապաշխարություն ենք գալիս Հիսուս ողորմելով, ողորմա մեզ, Տեր օրհնա մեզ Հիսուս ջան, ճանաչենք ես, ճանաչենք ճշմարտությունը, որ դու ես Հիսուս, դառնանք ու ապաշխարենք, հոգիների փրկություն ունենանք, Տեր ջան, փառք ու գոհություն քեզ, Տեր ջան, օրհնում եմ բոլորիդ, թող բժշկություն կա ամեն հիվանդի կյանքի մեջ, թող Աստծո Սուրբ Օգու զորությունն ու փառքը լինի ամեն մարդու կյանքի մեջ, փառք ես Տեր ջան, ամեն։ Աստված օրհնա